Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, սա այս ամբիոնից իմ առաջի ելույթն է և ուժեղ Հայաստանի իմ գործընկերների նման ուզում եմ նշել, որ մեծ պատասխանատվությամբ ու աշխատանքային տրամադրվածությամբ եմ մոտենում այս ամբիոնին և համոզմամբ, որ այս ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է ծառայի մեր պետության ու ժողովրդի շահերին։ Այո, մենք այստեղ ենք բարձրաձայնելու յուրաքանչյուր քաղաքացու ձայն։ Այո, մենք այստեղ ենք լուծում տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրներին։ Այսօր ուզում եմ անդրադառնալ այս ամբիոնից հնչող ամենահաճախ հնչող հարցին այս 3 օրերի ընթացքում, որին հատուկ շեշտադրում տվեց պարոն Ալեքսանյանը, պարոն Եղոյանը, ինչ է հայրենիքը, որն է հայրենիքի սահմանման չափորոշիչները։ Ես իհարկե կպատասխանեմ մեր պատկերացմամբ ինչ է հայրենիքը, որն է մեր չափորոշիչները, բայց եկեք մի հատ հասկանանք, որն է հայրենիքի սահմանման ձեր չափորոշիչները։ Օրինակ հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելը, թե օրինակ ուսումնական ծրագրերից հայոց առաքելական եկեղեցու պատմություն հանելը, կամ եկեք հայոց պատմություն դասագրքից երևի արցախյան դրվագները հանելը կամ իրադարձությունները ջնջելը, ինչ պետքա, որ երեխեքը իմանան, չէ, ինչ պետքա, որ սերունդը կրթվի, կամ փառքի անկյունները հանելը, կամ օրինակ Արարատը խորհրդանիշներից հանելը, էդ է երևի, չէ, պետության հայրենիքի սահմանման չափորոշիչները, ես իմ տխուրապատկերը։ Ձեր գործընկերուհին տիկին Թագուհի Ղազարյանը իր ելույթում ասում է, սենց քմծիծաղով ասում է, զգույշ կլինեք Հայաստանի տարածքում մարզային այցերի ժամանակ այլ պետության տարածքում չհայտնվեք։ Տիկին Ղազարյան, եթե շփոթում եմ կներեք, ամեն դեպքում այդպիսի նախադասություն հնչել այս ամբիոնից, եթե մենք մարզային այցի ժամանակ հայտնվում ենք այլ երկրի տարածքում, դրա թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն ձեր իշխանությունն է։ Կամ չգիտեմ, մեղավորն եք դուք, պատասխանատուն է ուրիշը, թե պատասխանատուն եք դուք, մեղավորն է ուրիշը, դուք ավելի լավ կիմանաք։ Ընդհանրացնենք, դուք ասում եք հայրենիքը ներկայիս աշխարհագրական քարտեզն է։ Այսինքն, պարոն Ալեքսանյան, աշխարհի ժողովուրդները պետքա պատմություն չունենան, հա, ջնջենք, ասենք ավել բառ չասենք, ես օրինակ չասեմ, որ իմ հայրական արմատները Ալաշկերտից են, կարող ինչ-որ մեկը մտածի տարածքային նկրտումներ ունեմ, դուք չունեք արմատներ, դուք չեք կարող բարձրաձայնել այդ մասին։ Հայրենիքը ձևավորվում է պատմությամբ, մշակույթով, լեզվով, հավատքով, ազգային հիշողությամբ, այն արժեքներով հոգևոր ու քաղաքակրթական, որ ժողովուրդները ստեղծում են ու սերնդե-սերունդ են փոխանցում։ Մենք այդպիսի ժողովուրդ ենք, հայերս այդպիսի ժողովուրդ ենք, հազարամյակներ ապրած ժողովուրդ ենք, այնպիսի ժողովուրդ ենք, որ պետականություն աշխարհագրական տարբեր դիրքերում է ստեղծել։ Մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ մայրաքաղաքները Վանից, Արմավիրից հասել են Արտաշատ, հասել Դվին ու Երևան։ Ու այստեղ, որ անպագորգոր հայտարարում եք, եկեք ասեք Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան է, լավ կլինի եկեք դուք ասեք, թե ձեր ասած թվերի մեջ ինչն է տեղավորվում, ինչը չի տեղավորվում, մի հատ հասկանանք էլի, մենք օրինակ գնում ենք տեղ գյուղ, այնտեղ մեզ ասում են մեր հայրենիքն է, ժողովուրդը ապրում է, արարում է, կարող վեր կենաք ասեք տեղ գյուղի հողերը մեզ չի պատկանում, մարդ ես էլի, չգիտեմ, այդպիսի հայտարարություններն էլ կարող են հնչել։ Ու առհասարակ, մեզ համար հայրենիքը թիվ չի, մեզ համար հայրենիքը հող է։ Թույլ տվեք անդրադառնալ նաև մի ելույթ առաջ իշխանական ինչ-որ պատգամավոր, երբ որ մենք խոսում ենք բարեկրթության կանոնների մասին, ասում է տակից փող անել, էսա բարեկրթության չափորոշիչները ձեզ համար, այսպիսի արտահայտություններն են բարեկրթության չափորոշիչներ։ Եկեք մի հատ բարեկրթության չափորոշիչները նաև ձեր ներսում հասկանանք, էլի, որովհետև եթե դուք ուժեղ Հայաստանին հորդորում եք բարեկիրթ լիներ, ուժեղ Հայաստանին բնորոշ հատկանիշ է բարեկրթությունը, մեզ պետք չի հորդորել։ Ու վերջում, ստեղ մի քանի անգամ իշխանական տարբեր պատգամավորների կողմից կառուցողական առաջարկ է հնչում, ասում է ողջունում ենք առաջարկը խնդիրներին լուծում տալու, միասին աշխատենք։ Ձեզ հիշեցնեմ էլի, վերջին 8-9 տարիների ընթացքում դուք եք իշխանության։ Այդ հիմնական խնդիրները դուք եք ստեղծում լուծումներ տալու փոխարեն։ Շնորհակալություն։